Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, այսօր մայիսի 1-ն է եւ մի փոքրիկ զբոսանք ենք անելու քաղաքում։ Տեսեք ինչ գեղեցիկ օազիս է քաղաքի կենտրոնում, բնության մի կտոր, որտեղ անուշ իր ձայնով անուշ երգում է թռչնակը։ Դայլայլում է, մենք էլ վայելում ենք։ Հոյակապ եղանակ, իմ սիրելի իրիս ծաղիկները, սլացիկ, ձիգ, հրաշալի է ուղղակի, հիանալի եղանակ։ Բնակելի շենք է այդ 3 հարկանի շենքը։ Շատ հավես է։ Հոյակապ եղանակ, դուվանչիկները, այստեղ էլ դեղին դաշտային ծաղիկներ։ Եվ սա քաղաքի կենտրոնում վայրի բնության մի կտոր թողել են այսպես, որպեսզի ուղակի մարդիկ վայելեն։ Այստեղ պիոններ են կոկոնած, դեռևս չեն բացվել, դեռ նրանց սեզոնը չի։ Գողտրիկ նստարան։ Դե եկեք միասին զբոսնենք սիրելիներ, վայելելով այս գեղեցիկ օրը, այս պայծառ լուսավոր արևոտ օրը, յուրաքանչյուր արևոտ օր պետք է վայելել, դուրս գալ տանից, ինչա արել են բոլորը դասում են տանը մարդ չկա, որովհետև այստեղ արև հաշված օրերի ընթացքում են լինում եւ երբ լինում է հնարավորություն անմիջապես դուրս են գալի բոլորը։ Եղինջով թուրմը շատ օգտակար է մազերի համար, վերջում մազերը պարզաջրել, կոնդիցիոների փոխարեն անգամ կարելի է օգտագործել եղինջի թուրմը, մասնավորապես թեփոտ մազերի համար շատ էֆեկտիվ է։ Ինչպիսի գեղեցկություն։ Բնության մեջ ամեն ինչ կատարյալ է, ամեն ինչ, ամեն բույս, թիթեռ, միջատ, էլ չեմ խոսում թռչունների, օվկիանոսի ձկների մասին, թե ինչպիսի գունագեղ պրինտներ ունեն։ Կարծես հագուստներով ստեղծված լինեն, իրենց յուրահատուկ գեղեցիկ հագուստներով։ Ամեն ինչ հրաշալի է։ Վերականգնվում ես ակամայից բնության մի անկյունում գտնվելով, անմիջապես վերականգնվում ես։ Մենք այդպես ենք ստեղծված, սիրելիներ։ Դե ինչ, զբոսնենք մեր քաղաքում միասին, այս պայծառ արևոտ եղանակին։ Դե գնացինք, սիրելիներ։
Պետք է փչեմ, երազանք եմ պահում։ Փչի։ Ապրես, դե գնացինք։ Յասաման հաճախ չի հանդիպում այստեղ, բայց գտա ճիշտ է չեմ քաղի, բայց հոտ կքաշեմ։ Ինչ անուշ հոտ ունի, իսկական յասամանի հոտ։ Հոտ քաշենք գոնե։ Տեսեք, ինչ գեղեցիկ տարածք է։ Ինչ հավես տեղա։ Դեղ ինչա լաստա, ինչա։ Ոխ ինչ հավես տեղա։ Եվ այստեղ մարդիկ ապրում են ամեն օր այս գեղեցկությունը վայելելով։ Ահա եւս մեկ լաստ, երևի ծուխ խոսալու համար։ Ինչ հավես է, շատ հավես է։ Տեսեք վերևի պատշգամբը, ինչքան կանաչ ծառեր բույսեր կան։ Ֆուտբոլի դաշտ, գետ, այդ մոստից այն կողմ, այն որ երևում է, արդեն Գերմանիան է, մի մոստ է բաժանում Գերմանիան, Ֆրանսիայից այս հատվածում։ Եվ պատկերացրեք, չի էլ ստուգվում, տրամվայը անցնում է այդ մոստով և այնպես չի, որ բան ես անցնում պամոժնյա շենգել։ Այդ մի մոստով անցնում ես Գերմանիա, Ֆրանսիայի սահմանից։ Շատերը գնում են առևտուր են անում ու հետ վերադառնում Ֆրանսիա, որտեղ Գերմանիայում ավելի էժան է մթերքը, տեղորայքը, հագուստը և շատ այլ բաներ, առհասարակ կյանքը էժան է Գերմանիայում Ֆրանսիայից։ Ահա և մոստը։ Շատ տարբերիչ է ճարտարապետությունը, մոդեռն և լոկայնիկ դիզայնով շենքեր, մոդեռն ու լոկայնիկ դիզայնով շենքերին ուղեկցում է նաև հին 100-150 տարեկան տները, մի խոսքով միքստ է, ժամանակակիցը մոդեռնը հնության հետ։ Ընդհանուր առմամբ քաղաքը պահպանում են իրենցին ճարտարապետություններով։ Հանդերձ։ Ահա տրամվայի գծերը, այս մոստի վրայով անցնում է տրամվայը, հենա գալիս է, գնում է դեպի Գերմանիա ուղղությունը։ Ինչ սիրուն է արևը։ Այսօր շատ լավ եղանակ է, իսկական զբոսնելու համար, շատ հավես եղանակ։ Տեսնում եք ինչքան հեծանվորդներ կան։ Լավ է, սպորտով են զբաղվում բոլորը։
Ալը ինձ սիրուն շունի կա գնում մեր արջևից թմփլիկ ոչիկը թափահարելով Եվս յասամանի մի ծառ, որից շոտոն ու շոտ է բուրում Փորձեմ հոտ քաշել Ոնց էի կարոտ է յասամանի հոտին Խանութներում, ծաղիկների բուտիկներում չի վաճառվում յասամաններ, որ գնենք, որովհետև համարում են ծաղի ճյուղեր, չեն քաղում, չեն պոկում ու չեն վաճառում Դες էլ բնականաբար ուրիշի ճյուղերը չեն պոկել Գեղեցիկ կողտրիկ, հավես, հանգիստ վայր Գնում ենք ռուսական խանութ, պաղպաղակներ գնելու Դե գնացինք Գուպի Ուր ես փախնում այ գուպի Ուր ես մտե ավազյակ Էլի տերևներն ես ուտում Հոպ Ինչ է Եկել ես տեղ Սեմուշկա ես ուզում Հլը տուր տամ Մաքրի նոր Գուպի Սեմուշկա կեր Մաքրել եմ քո համար Չարաճճի Դու ես ուզում սեմուշկա Ասա սեմուշկա չի, արևածաղիկ է Սպասի մաքրեմ տամ, սպասի Արի Հոպա Կոպին շատ է սիրում արևածաղիկ, շատ Բայց մաքրած էլի, ինքը չի ուզում իրա համար Չորթի ես պիտի մաքրեմ Իրա կերի մեջ լինում է արևածաղիկ, բայց ալարում ես չրթես կոպի, ալարում ես Այդ շարաճճի Դե կորի գնա Էլ մաքրող չկա